Ողջույն սիրելի հետևորդներ, պատկերացրու դու նստած ես նույն սեղանի շուրջ, Քրիստոսի հետ նույն հացն ես կիսում, նույն բաժակից ես խմում, բայց քո սիրտը կարող է լինել կամ նրա հետ, կամ նրա դեմ։ Հնարավոր է լինել Քրիստոսի կողքին, բայց հեռու նրանից։ Սա լուրջ ու խորը հատված է, կարդում ենք Մատթեոսի ավետարանի 26-րդ գլխի միջնամասում։ Սա պարզապես ընթրիք չէ, սա սրտերի բացահայտում է։ Բաղարջակերած տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին եւ ասացին. «Որտեղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։ Հիսուս նրանց ասաց. «Գնացեք քաղաք այսինչ մարդու մոտ եւ ասեք նրան. վարդապետն ասում է, իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու զատիկը»։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր կարգադրել իրենց, եւ պատրաստեցին զատկական ընթրիքը։ Երբ երեկո եղավ, Հիսուս 12 աշակերտների հետ սեղան էր նստել, եւ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ Աշակերտները խիստ տխրեցին եւ նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Միթե ես եմ Տեր»։ Նա պատասխանեց եւ ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մտցրեց, նա է ինձ մատնելու։ Մարդու որդին գնալու է, ինչպես նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է մարդու որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին եւ ասաց. «Միթե ես եմ վարդապետ»։ «Դու ասացիր», պատասխանեց նրան։ Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուս վերցրեց հացը, օրհնեց, կտրեց եւ տվեց աշակերտներին, ասելով. «Առեք, երեք, այս է իմ մարմինը»։ Ապա բաժակ վերցնելով գոհացավ, տվեց նրանց, ասելով. «Խմեք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։ Բայց ասում եմ ձեզ, այսուհետև որդատնուկի բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ հոր արքայության մեջ»։ Ապա սա ամոթ գրելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։ Ամեն։ Պատրաստություն են տեսնում։ Աշակերտները պատրաստվում են Պասեքին։ Ամեն ինչ արտաքինից ճիշտ է։ Ճիշտ օրը, ճիշտ արարողությունը, ճիշտ պատրաստությունը, բայց կարևոր հարցը սա է. արդյոք սիրտն էլ է պատրաստ։ Մի բավարարվիր միայն արտաքին պատրաստվածությամբ։ Հարցրու քեզ. իմ սիրտը պատրաստ է Աստծուն հանդիպելու։ Հիսուս ասում է. մեկը ձեզնից պիտի մատնի ինձ։ Աշակերտները ցնցվում են եւ հարցնում. միթե ես եմ Տեր։ Նույնիսկ Հուդա Իսկարիովտացին հարցնում է։ Սա շատ խոր հուզական պահ է։ Նրանք չեն մատնանշում ուրիշին, նրանք նայում են իրենց ներսը։ Սովորիր քեզ հարցնել. միթե ես եմ Տեր։ Ինքնաքննությունը հոգևոր կյանքի կարևոր մասն է։ Հիսուս Քրիստոս վերցնում է հացը եւ ասում. «Սա է իմ մարմինը»։ Վերցնում է բաժակը եւ ասում. «Սա է իմ արյունը, մեղքերի թողության համար»։ Սա սուրբ հաղորդության հաստատումն է, սա պարզապես խորհրդանիշ չէ։ Սա սիրո զոհ է, փրկության դուռ է, Աստծո հետ միության ճանապարհն է։ Մոտեցիր սուրբ հաղորդությանը գիտակցությամբ, ապաշխարությամբ, շնորհակալությամբ։ Հիսուսը սպասում է նոր ուխտի արյուն։ Սա նշանակում է Աստված նոր հարաբերություն է հաստատում մարդու հետ։ Այս ուխտը հիմնված է ոչ թե մեր արժանինքների վրա, այլ Քրիստոսի զոհի վրա։ Մի փորձիր վաստակել Աստծո սերը, ընդունիր այն որպես պարգև։ Հատվածն ավարտվում է խաղաղ տեսարանով։ Նրանք երգում են եւ դուրս գալիս, բայց մենք գիտենք առջևում սպասվում է խաչը։ Նույնիսկ դժվարությունների առաջ Քրիստոսը շարունակում է աղոթել, փառաբանել, վստահել։ Սովորիր պահել հավատը անգամ երբ առջևը դժվար ճանապարհ է։ Այս հատվածում միաժամանակ կա սուրբ հաղորդություն, դավաճանություն, նույն սեղանի շուրջ։ Այս հատվածը մեզ տալիս է շատ հետաքրքիր ուղերձներ։ Արտաքին մասնակցությունը չի նշանակում ներքին նվիրվածություն։ Ինքնաքննությունը անհրաժեշտ է ամեն դեպքում։ Սուրբ հաղորդությունը սուրբ հանդիպում է։ Փրկությունը շնորհ է ոչ թե վաստակ,
հավատը պետք է պահել նաև դժվարության մեջ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այսօր հարցը սա է. դու որտեղ ես Աստված այս սեղանի շուրջ մոտ, Աստծո սեղանի շուրջ մոտ, բայց սրտով հեռու, թե պարզապես միացած Քրիստոսին։ Եթե այսօր զգում ես, որ սիրտդ հեռու է, դեռ կա ժամանակ։ Վերադարձրու քո սիրտը, մաքրիր քո ներսը, մոտեցիր Աստծուն անկեղծությամբ։ Քրիստոսը դեռ հրավիրում է քեզ իր սեղանին, բայց նա ուզում է ոչ միայն քո ներկայությունը, նա ուզում է քո սիրտը։ Եվ երբ դու տալիս ես քո սիրտը, սեղանը դառնում է ոչ թե սովորական, այլ կյանք փոխող հանդիպում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ուղարկել նաև ձեր ընկերներին Աստծո խոսքը ավելի հասանելի դարձնելու համար։